Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, էլի ուշ ժամի եթեր եմ մտնում, կարծես ժամը չենք կարողանում կանոնակարգենք, անընդհատ ուզում եմ ուղիղ 10-ին ամեն օր ես պատրաստ մտնեմ եթեր, բայց ինչ-որ մի բան անընդհատ խանգարում է։ Ուրեմն բավականին իմ կարծիքով հետաքրքիր եթեր եմ պատրաստել, չգիտեմ, ինձ թվում է ձեզ էլ կհետաքրքրի, փորձելու ենք խոսենք այն ռուսահպատակ ուժերի կամ Կառաբախյան կլանի երազանքների մասին, որը արտացոլվեց վերջերս Վիտալի Բալասանյանի խոսույթի մեջ, ով երազում էր ինչ-որ Գյուլիստանի պայմանագրի վերականգնման, մի խոսքով երազանքներ էր արտաբերում, իսկ ես մի բան հաստատ գիտեմ, մենք բոլորս էլ սովորել ենք դպրոցում, սովորել ենք նաև պատմություն առարկան, վստահաբար մեր դասագրքերում դա եղել է, բայց գիտեք այդ տարիքում երևի մեզ համար խորթ է պայմանագիր բառը, խորթ էր, կամ էլ չասեմ, թե որ ուղղությունից մեզ կթելադրեին ու ինչպես կփորձեին դա ներկայացնել։ Ուստի գալիս է մի տարիք, երբ փորձում ես անընդհատ անդրադառնալ, վերադառնում ես, ուսումնասիրում ես, կարդում ես եւ նորովի ես ըմբռնում այդ ամեն ինչը, դրա տակ թաքնված շերտերը, խնդիրները եւ հասկանում ես, որ քեզ սովորեցրել են, քեզ ասելով մեզ բոլորիս, որ առանց պետականության հնարավոր է ապրել, ասեմ ավելին շատ անվտանգ է ապրելը, հասկանում եք, եւ դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինենք, որ բանա թույլ են տալիս մեզ պահպանել մեր ավանդույթներն ու մշակույթը, այն էլ իհարկե դարձյալ աղավաղելով եւ ամենատարբեր կառույցներում եկեղեցուց մինչեւ իշխանության վերնախավ իրենց ագենտուրային տեղակայելով։ Ես այսօր ամբողջ օրը այս մտքերով եմ եղել, ճիշտն ասած, անընդհատ գնում եի թե պատմության խորքը մտքերով, թե ավելի վերջին ժամանակները ու ուզում էի գտնել լավ ինչն է մեզ խանգարում, որպեսզի մեր ուղեղի մեջ, էլի, ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք ճիշտ գնահատականներ տանք եղածին ու այդ անցյալը փաթեթավորենք, վրան անունը գրենք, ոնց են ասենք պասիլկա ուղարկում ինչ-որ միտեղ, հա? Ասենք մեր պատմության որոշ փուլերը փաթեթավորենք, լավ իմանանք, փաթեթավորենք, վրան անունը գրենք, թե դա ինչ է իրանից ներկայացնում, ինքը ինչ է։ Իհարկե Գյուլիստանի պայմանագիրը, Թուրքմենչայի պայմանագիրը այդ թվում։ Հիմա ես շատ լավ հասկանալով, որ նաև մեր ընկերները կամ առհասարակ դիտորդները, հետևորդները դժվար թե հավես անեն կարդան, ուստի ես հանձն եմ առել ժամանակ առ ժամանակ ընթերցել մեր պատմության էջերից որոշ բաներ, մի ամբողջ գիրք էլ մի օր վերցնելու եմ ու կարդամ, ես ինքս էլ առաջին անգամ եմ կարդալու, ձեզ համար նույնպես, մեր պատմության հետ կապված, որովհետև մեր չիմացությունը մանիպուլացնում ու օգտագործում են մեր դեմ։ Ոչինչ, ես կկարդամ ձեզ ավելի հարմար կլինի լսելը, ուրեմն դուք էլ կլսեք, ես շատ ուրախ կլինեմ այդ ծառայությունը մատուցելուն եւ շատ ավելի երջանիկ կլինեմ, եթե տեսնեմ, որ հետաքրքրությունները այդ ուղղությամբ բավականին մեծ լինեն։ Ուրեմն Վիտալի Բալասանյանի բացնամակին երևի ծանոթ եք արդեն, որ տենչում էր Գյուլիստանի պայմանագրի վերականգնում, հիմա եկեք կարդանք հասկանանք ինչ է իրանից ներկայացնում Գյուլիստանի պայմանագիրը։ Կրկնում եմ, վստահ եմ, որ դպրոցում անցել ենք, բայց այդքան էլ երևի թե չենք ըմբռնել կամ մեզ այնպես են դասավանդել, որ մենք չմտնենք ըմբռնող ունակության դաշտ, այլ անգիր անենք, գնանք գնահատական ստանանք։ Ուստի թարմացնենք հիշողություններս, իհարկե պատմաբանները այս այն ինչ որ ես հիմա կարդամ շատ համառոտ է Վիկիպեդիայում դուք ինքներդ կարող եք գտնել պատմաբանները ամեն տողի տակ երևի շատ ավելի մեծ բաներ մեզ կներկայացնեն այն պատմաբանները ովքեր որ իսկապես պատմաբան են եւ հարգում են իրենց աշխատանքը որովհետեւ ցավոք սրտի մեր իրականության մեջ նաեւ պատմաբանների մեծամասնությունը իզուր չենք ասում վայ պատմաբաններ մեծամասնությունը նույնպես հարում է այլ դպրոցի եւ ավելի այդ ստրկամտությունը իր փորձում է անընդհատ տեղավորել, ինչու ոչ նաեւ ազդեցության գործակալներ են նրանք էլ լինում,
իսկ վերջին շրջանում շատ ավելի հաճախ հենց Ադրբեջանը ինքը օգտագործում է այդ հանգամանքը աշխարհի շատ պատմաբանների գումարով գնելով եւ իրեն հարմար պատմություններ պատվիրելով, բայց մենք եկեք ինքնուրույն փորձենք ըմբռնել, ոչինչ, եթե ինչ-որ տեղ սխալվենք, անպայման կգնանք ճշտելու հետևից։ Եթե արձագանքներ լինեն ու մարդիկ լինեն, ովքեր կփորձեն շտկել այն ինչը, որ մենք կարող է սխալ ըմբռնենք, մենք շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ օգնեք։ Բայց այնուամենայնիվ, ինչա գրված, ինչա մեզ ասում Վիկիպեդիան, ինչա Գյուլիստանի պայմանագիրը։ Գյուլիստանի պայմանագիր, ես երեք անդրադարձել եմ, ես իհարկե ընդհանուր առմամբ տեղյակ եմ, բայց ես կարդալով ավելի մանրամասն, իսկ դուք փորձեք մտովի զուգահեռներ տանել ձեր իմացածի շրջանակներում, հա։ Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական 1804-1813 պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիրը, ռուսական կայսրության եւ Ղաջարական Պարսկաստանի միջև։ Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում 1813 թվականի հոկտեմբերի 12-ին։ Սա պատմության այն շերտն է, որտեղ որ ավելի խորը հին հնագույն պատմության մեջ սիրում են, չէ, ձվի մեջ մազգալ ու ասել, դե դրանք չեն կարող ասել, որ այդքան տենց բան են, բայց սա արդեն ավելի թարմ վիճակում է ու ինչ-որ շեղումներ չեն կարող լինել, բացի ձևակերպումներից։ Գյուլիստանի հաշտության պայմանագրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի նախկին Քարթլի Կախեթի թագավորության միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, եւ կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը, ժամանակակից տերմինոլոգիայով օգտագործված, եւ Արցախը։ Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի Փամբակը, Լոռու մարզ, Ղազախ Շամշադինը, Տավուշի մարզ, որպես Քարթլի Կախեթի թագավորության Արևելյան Վրաստանի մասեր Շորագյալը, Շիրակի մարզը Երևանի խանությունից եւ Զանգեզուրը, Սյունիքի մարզ Ղարաբաղի խանությունից։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ, երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց, պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում, հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական եւ օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը, մեկ տասնամյակ անց մուսուլման, այստեղ ձևակերպումը հասկացաք, չէ՞, միանգամից այդ է էլի ասում, որ ձևակերպումների մասով խնդրահարույց կարող է լինի, բայց միտքը բոլորս կհասկանանք։ Ասում եմ, այս ամեն ինչ անցավ Ռուսաստանին, ու այդ լավ էր էլի, ինձ խաղաղվեց ամեն ինչ sense այդ պարսկական եւ օսմանյան կարծես թե ռուսական կայսրությունը զավթիչ չի կարող համարվել էլի։ Զավթիչներ, հա, մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ եւ արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական եւս մեկ պատերազմ 1826-1828 թվականներին, որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով։ Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքած հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը եւ առաջ եկան նոր ձեռքբերումներ։ Հասկացանք, չէ՞ ինչի մասին է խոսքը, մի հատ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, երբ որ արդեն Գյուլիստան գյուղում Արցախի նստում են, գրում են, ջնջում են, ոնց են խաղաղությունը կնքում, դե արդեն հաղթել է Ռուսը, իր պահանջները եղել են այն ամեն ինչը, ինչ կարդացի են տարածքները, պետքա փոխանցվեին Ռուսաստանի կայսրությանը։ Այսինքն կայսրությունը ոչ թե եկել էր փրկելու հայերին, վրացիներին, թալիշներին, մյուսներին, չէ, դա հաղթել է տերիտորիան իր ապրողներով, իսկ դատարկ տերիտորիա վստահ եղեք ոչ մեկին երբեք պետք չի, իր ապրողներով վերցնում է իր տիրապետության, դա հաղթանակի բանն է հենց էլի, ու իսկ հետո մի 10 տարի հետո էլի երկրորդ պատերազմն է սկսվում ռուս-պարսկական, որտեղ դարձյալ հաղթում է Ռուսաստանը եւ վերահաստատելով Գյուլիստանի
պայմանագիրը նոր պահանջներել է բանանում դնում։ Հիմա մի հատ էլ կարդամ համառոտ Թուրքմենչայի պայմանագիրը, որը արդեն 10 տարի անց եղավ, ու զրուցենք մի քիչ, հա։ Թուրքմենչայի պայմանագիր 1828 ռուսերենով Թուրքմենչայսկի դագավոր պարսկերենով էլ է գրած։ Ստորագրվել է ռուսական կայսրության եւ Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին Թավրիզի մերձակայքում գտնվող Թուրքմենչայի գյուղում, վերջ դնելով 1926-28 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից արքայազն Աբբաս Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբայեդովը։ Այն կնքելով երկու երկրները համաձայնեցին հետևյալի մասին. Առաջին, պայմանագրով հաստատվում էին Գյուլիստանի պայմանագրի արդյունքում ռուսական կայսրության բոլոր ձեռքբերումները, բացի դրանից Ռուսաստանին էին անցնում Արևելյան Հայաստանի Երևանի եւ Նախիջևանի խանությունների, ինչպես նաեւ Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքը։ Արաքսն է նոր սահմանը Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Իրանի եւ Ռուսաստանի միջև Արաքսն է սահմանը։ Արարատ Ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը։ Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն Պարսկաստանը պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի 1828 թվականի արժույթով։ 4-րդը պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում եւ իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։ Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսների համար։ Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանը շահում է իր հյուպատոսական պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։ 7-րդ պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն պատերազմի գերիների փոխանակում։ 8-րդ պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ, ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։ Կապիտուլյանտներ են էլ եղել Պարսկաստանում, օրը, ես ինչ վատ է։ Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթալի շահի մահից հետո։ 10-րդ Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։ 11-րդ պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն Ֆաթհ Ալի շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժումները չհալածել։ Ահա, սա է Թուրքմենչայի պայմանագիրը։ Վիտալի Բալասանյանը եւ բնականաբար որ ասում ենք Վիտալի Բալասանյան, նկատի չունենք մի հատ Վիտալի Բալասանյան, բոլորս ենք չէ հասկանում, Ռոբերտ Քոչարյան, Վիտալի Բալասանյան։ Ինչու ոչ Սերժ Սարգսյան, ինչու ոչ Լևոն Տեր-Պետրոսյան, սրանք Ղարաբաղյան ողջ կլան քաղաքացիների մասին չենք խոսում բնականաբար, նրանք մեր հայրենակիցներն են ու վերջ։ Եկեք անընդհատ դրան չանդրադառնալու համար ասենք, որ երբ որ ասում ենք Ղարաբաղյան կլան, կոնկրետ կլանի ներկայացուցիչների մասին, հանցագործների մասին ենք խոսում մի խոսքով, ովքեր ցավոք սրտի բանից են, Արցախից են ծնունդով։ Սրանք ասում են Վիտալի Բալասանյանի բաց նամակի տեսքով, որը հազարավոր լայքեր էր հավաքել իրենց անհասկացողների, իրենց շատ սատարողների կողմից, ասում են, որ Պարսկաստանի եւ Ռուսաստանի սահմանը Արաքսն է։ Արաքսը մեղրի ագարակի կողմով հոսող հատված է, բնականաբար Թուրքիայի հետ կիսող սահմանի մասին չի խոսքը։ Այսինքն իրենք դիտարկում են Արցախը եւ Հայաստանը Ռուսաստան, այլ պետություն։ Այսինքն այստեղ խոսքը, գիտեք,
սա իմ կարծիքը չի, որ ասենք թե փաթաթում եմ մնացածների պարանոցին ու չէ, վերջ, այսպես է։ Չէ, սա ոչ էլ իմ տրամաբանությունն է։ Սա հստակ գրված է։ Հստակ գրված է։ Եվ երբ որ նայում ես այս ամեն ինչին ու մի փոքր հետ ես գնում նորանկախ Հայաստանի Հանրապետության 10, 20, 30 տարիների մեջ այդ ամեն ինչը մենք տեսնում ենք։ Ուղղակի սենց է խնդիրը։ Քանի որ 91 թվականին Հայաստանի Հանրապետությունը անկախություն հռչակեց, բնականաբար հնարավոր չէր լինելու ժողովրդին ասել միանում ենք Ռուսաստանին։ Նոր ենք անկախություն հռչակել եւ ժողովուրդը 90 քանի տոկոսով կողմ ա եղել անկախությանը, հասկանում եք, անկախությունը նոր արժակն ո՞ց կարող ես դուրս գալ այդքան բանը ասել։ Ինչ էր պետք անել, պետք էր այո մաշեցնող, բոլորիս քաջ ծանոթ մաշեցնող process-ներ սկսել։ Իհարկե պատերազմին զուգահեռ Սկզբում Ռուսաստանը այլ կերպով էր ուզում Արցախն իրենով անել, դե հայտնի կալցո օպերացիան եկեք հիշենք եւ այլն եւ այսպես շարունակ Երևանում ինչեր էր կատարվում Բալաովիտի պայթունը։ Իհարկե, մի փոքր եթե հետ գնանք թեկուզ եւ շատերի կարծիքով բանի Սպիտակյան երկրաշարժը, որը շատերն ասում են, որ արհեստական էր, կարծես թե արհեստական բնույթ էր կրում, չգիտեմ, դրա մասին հստակ տվյալներ քանի որ չկան, ես դեռ հակված չեմ այդ տեսանկյունից, հա, տրամաբանությունը միտքը շարունակելու։ Այնուամենայնիվ, դրանից հետո պետք է սկսեին քիչ-քիչ մաշացնել ու թուլացնել ամեն բան։ Գույք պարտքի դիմացը եղել է առաջին ամենախոշոր գործարքը, որով Հայաստանի Հանրապետությունը տեղավորել են արդեն ռուսական զամբյուղով, այսինքն հայտնվել ենք կախվածության մեջ ու վերջ, թե ոտ արդեն կապվել է, ֆինանսը, փողը ընդեր է, վերջ, զենքը փողը, ուտելիքը, ամեն ինչը փողը դրվել է այդ կողմի վրա։ Իհարկե, երկաթ գծերը, որոնք որ արդեն կոմունիկացիան են, ենթակառուցվածքներն են տրվել է, էներգետիկ ռեսուրսները տրվել է, վերջացավ, հասկանում եք, այսինքն քիչ-քիչ, մենք էլ դե արդեն նայեք, սենց մի բան կա, որ հասարակության հիշողությունը 3-ից 6 ամիս է։ Ինչ որ իրավիճակ կա, պայթունա, ոչինչ, մի քիչ սառեք մի խոսացեք էլ այդ թեմայով, մի որոշ ժամանակից կսկսեք էլի խոսալ, հասկանում եք, ընդհանրական իմաստով եմ ասում։ Եվ քիչ-քիչ մեզ այնքան կապեցին Ռուսաստանին, ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ մարդը աշխատելու համար ստիպված էր գնալ Ռուսաստան եւ բոլոր մեր գյուղերը գրեթե դատարկվել են ու այդ մարդկանց բնակիչների 90%-ը Ռուսաստան են գնացել, 10%-ն որ կարող է այլ ուղղությամբ են գնացել։ Հասկանում, այսինքն ներսից օգնել են Հայաստանի ռուսականացմանը։ Էլ չխոսեմ Հայաստանում պետական լեզուն, որ ուզում էին երկրորդ պետական լեզուն լինի ռուսերեն, ինչի համար։ Այսինքն քիչ-քիչ մի հատ եղել է, որ մենք երկրորդ լեզու մի անգամից անցնում ենք ռուսերեն, անգլերեն չենք անցնում, ֆրանսերեն չենք, անցնում ենք ռուսերեն, պարտադիր։ Հետո նոր օտար նայեք, կոչվում էր լեզվամտածողություն զգացեք, հայոց լեզու, մայրենի լեզու, ռուսաց լեզու եւ օտար լեզու։ Սրանով մեր լեզվամտածողության մեջ արդեն դնում էին դեռ փոքրուց, որ բոլորը օտար են։ Ռուսացը կարևոր է։ Մնացածը օտար են։ Իսկ լեզուն մշակույթի հիմքն է, մշակութաբանության, ազգի, ամեն ինչի հիմքն է լեզուն։ Հասկանում եք։ Ես ինչքան ժամանակ է, հիմնական հետևորդները կհաստատեն, ասում եմ, պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում պետական, մանկապատանեկան հեռուստաալիքի գոյությունը, դա պարտադիր է, դա անվտանգային ռազմավարական կարևորության հարց է։ Դա անհրաժեշտությունը ով էր, օդ ու ջրի նման, զենքի նման կարևոր է, որ ասում ենք զենք առեք է, այդքան կարևոր է դա։ Այս հրա մասին եմ ասում։ Ես ձեզ համար կարդացի Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը, ու դուք ինքներդ տեսաք,
թե Վիտալի Բալասանյանը դրանով ինչա ուզում։ Այսինքն, արաքսն է նոր սահմանը Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Արադ Ղալայից միջև Աստարագետի ելանցքը։ Վերջ, այս մարդիկ այդ դրա համար պիտի Քոչարյանի լեզուն հետո սայթակեր ու ասեր հայերն էին մեղավոր 44 օրյային։ Որովհետև իրենք իրենց հայ չեն դիտարկում։ Իրանք ռուսաստանցի են։ Հասկանում եք, ռասիան են, ռուսաստանցի։ Իմիջայլոց մի այդպես մտքերով որ գնացել է, այսպեսի մի հանգամանքի էլ ասած որ օրինակներով նայեցի, տեսեք, թե Ռուսաստանի կայսրության, թե հետո սովետական միության շրջանում մեր մտավորականներին, գիտնականներին, արտիստներին ընդունված է եղել այլ կերպ ընկալել կամ քիչ-քիչ տանել դեպի ռուսականացումը, հա? Ասենք, եկեք գանք արվեստից, օրինակ Այվազովսկի, բոլորս գիտենք, որ Այվազովսկին հայ է եղել, բայց ոչ, ռուսաստանցին, ռուսը, ասում է, հա, հայ է եղել, բայց ռուսաստանցի է եղել, ռասիանին է եղել, հասկանում եք, իմիջայլով սա միայն Ռուսաստանի պարագայում չէ, կայսրություններն այդպիսինն է, իրենց հպատակության տակ է, վերջ, ասենք Վիլյամ Սարոյանը, որը իմ ամենասիրելի ստեղծագործողն է, Վիլյամ Սարոյանը ամերիկացի է եղել, այո, ազգությամբ հայ է եղել, բայց ինքը ամերիկացի է եղել, հասկանում եք, այս ամբողջ ռեսուրսը, այդ դրա համար են հենց կայսրությունը խիա ուզում կայսրություն լինի, որ եղած ռեսուրսը օգտագործի իր ներուժը մեծացնելու համար, վերջ, ինքը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի, ու տեսեք Գյուլիստանի պայմանագրի ձևակերպման տակի հատվածում ինչ էր ասում, այսպես ազատվեցին հայերն ու վրացիները բաների, օսմանցիների ու պարսիկների չգիտեմ ինչերից, այսինքն ոնց ազատվեցին, հպատակությունը փոխվեց, չազատվեցին, ցանկացած կայսրություն, առհասարակ տեսեք պատերազմները, քաղաքականությունը եւ այլն առաջին հերթին աշխարհագրություն է։ Գուցե շատերի համար նոր բան եմ ասում, բայց խնդրում եմ, սա ֆիքսեք։ Սա առաջին հերթին աշխարհագրություն է։ Ցանկացած բան առաջին հերթին։ Ինչու է օրինակ այս ինչ տարածքը կարևոր լինում ամեն ինչ համեմատած իր տերությանը կամ իր պետությանը կամ իր կայսրությանը ինչա անհրաժեշտ ջրային ռեսուրսներից սկսած հողերից վերջացրած, հա, որպեսզի կարողանան բան անել։ Եվ ինչու ոչ նաև բնական հարստությունները։ Իսկ դա ամենտեղ չի որ կա։ Այսօրվա դրությամբ օրինակ բանում, ասենք չգիտեմ, Սահարայի անապատը եթե մեկը ուզի գրավի, չեմ կարծում, որ ավելի մեջ պատերազմացնելու, քան հենց Գազայի հատվածը, որը որ ստրատեգիական կարևոր վայրում է։ Իսկ մեզ դպրոցում ինչ են սովորացրել։ Մեզ սովորացրել են, որ մենք շատ աշխարհագրական վատ դիրքում ենք եւ շրջապատված ենք, չգիտենք ինչ։ Ոչ, մենք աշխարհագրական ամենալավ տեղում ենք։ Եվ դրա համար ասպատակ, այ մեր ճակատագիրը պատմության մեջ, պատմական ճակատագրի մասնակցություն, դրա համար է այդպես դասավորվել, որովհետև ամենալավ տեղում ենք։ Եթե մենք ապրենք Արապատներում, մեզ ոչ ոք ոչ գալու էր ցեղասպանել, ոչ ուզենալու են մեր հետ կռվեն, կարող է անցնող դարձողը 1-2 ինչ-որ բախումներ լինել, բայց ոչ մի բան չէր խանգարելու մեզ բանը։ Բայց քանի որ աշխարհագրորեն մենք ամենալավ տեղում ենք, ամեն մեկը ուզում է ունենա այդ լավ վայրը։ Հասկանում եք, որովհետև ինքը հարուստ է, չէ, թե ջրային պաշարներով, թե բնական հարստություններով, թե իր դիրքով, ամեն ինչով։ Հասկանում եք։ Այս տեղ է խնդիրը, որը որ այս կլանը, այս հանցագործը, այս KGB-ի ազդեցության գործակալները երբեմնի, ովքեր հավատարմության երթում են տվել, նրանք հպատակություն են հայտնել կայսրին օրվա, ասում են, որ մենք բանը երազում ենք, որ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը կյանքի կոչվեն, վերարտադրվեն, այսինքն Հայաստանն ու Արցախը դառնան Ռուսաստան, վերջ, սա են իրանք ասում, որ Պարսկաստանի հետ սահմանը լինի հայ-ռուսական
ռուս պարսկական, ոչ թե հայ պարսկական։ Եվ իրենց բանակի մաշեցումը, ռազմական բալանսի խախտումները, ամեն ինչը, դրեք, նայեք, Քոչարյանի օրոք ինչեր են եղել, Սերժի օրոք ինչեր են եղել, તો հենց Լևոնի օրոք ինչեր են եղել, ու կտեսնեք, որ այդ աշխատանքը անկախությունից հետո գնացել է, ուղղակի ոգին բարձր է եղել, մի անգամից չեն կարող, պետք է քիչ-քիչ տանեին, հասցնեին նրան, որ մարդիկ իրենք ցանկանային դառնալ Ռուսաստանի մաս։ Իսկ ինչպես կարող են ցանկանալ դառնալ Ռուսաստանի մաս, եթե շատ ավելի վատ ես ապրում, քան Ռուսաստանում, սա մեկ, եւ անվտանգային խնդիրները, ռուսը չլինի, թուրքը կուտի մեզ։ Այ Ադրբեջանի ու Արցախի հարցը միայն ռուսը կարող էր լուծել, անգամ ստում է, նստել է երկրորդ նախագահը պետության, բան է անում, բանախոսություն է կարդում, ուսանողներին խաբում է, բացահայտ խաբում է, ասում է 2019 թվին առաջարկ է եղել համանախագահների կողմից Արցախի մասով։ Ուրեմն ես հաղորդման ժամանակ եմ ասել, հիմա էլ եմ ասում, նման բան չի եղել, խաբում է։ Կարող է բարդ է հավատալը, մի քիչ, ասենք, չգիտեմ, թասիբ ունեցող, նամուս ունեցող, մի քիչ զարգացած մարդու համար անհնար է հավատալը, որ երկրորդ նախագահը ոչ թե մանիպուլացիոն, այլ ուղիղ խաբում է։ Բայց այդպես է։ Նստել 2019 թվականին համանախագահների կողմից չի եղել ոչ մի բան, առաջարկ։ Ռուսաստանի կողմից եղել է։ Հասկանում եք։ Նրանք ամեն ինչ, ուրեմն, ես այսօրվապես հիշում եմ, մի քանի անգամ էլ կարծեմ եթերներով խոսքը տարել եմ, գնացել է դրան, բերել եմ այդ օրինակը։ Գեներալներից Սեյրան Սարոյանին, երբ որ ազգային ժողովում իրենց վախտերը, լրագրողը մոտեցավ, դե այս բանի հայերի Ռուսաստանում ավելի հեշտացնելու, մնալը կամ աշխատելը հեշտացնելու, ասում ինչ որ նոր օրենք էին ընդունում, թե ինչ էին անում, մոտեցել ասում, բայց դա կնպաստի արտագաղթին, չէ։ Սեյրանը Սարոյանն ասում, ինչ արտագաղթ, ամեն ինչ նորմալ է, մի գործ չկա, հենա վատա կգնան Ռուսաստան կաշխատեն կապրեն։ Սա գեներալի խոսք է եղել, հասկանում եք, սա ինչ է։ Սա պետական դավաճանություն է։ Նպաստել, լուրջ չընդունել, քո ժողովրդի, քո պետության դատարկվելը։ Ստեղծում էին պայմաններ, որ մարդը գնա Ռուսաստան, աշխատի, դե բնական է, հետո պիտի կնոջը տանի, ծնողին տանի, երեխային տանի։ Հետո ինքը արդեն իրան սկսում է ավելի հարմար լինել այնտեղ։ Մի քիչ էլ անտեղյակ է լինում, դպրոցում մի քիչ լավ սովորած լինում, հեշտությամբ կլանվում է ռուսականը ծավալուն ծանր պրոպագանդայով, ինչի արդյունքները մենք այսօր էլ տեսնում ենք։ Այս աշխատանքը գիտակցված արվել է 30 տարիներ շարունակ։ Եվ այսօր այս աշխատանքը ջուրն է ընկնում, այդ դրա համար են բոլորը կատաղել, այդ դրա համար է Ռուսաստանը հետաքրքրում, ասենք Ռուսաստանին ինչ կա, հասարակ բան եմ ձեզ ասում, նայեք, եթե Հայաստանի Հանրապետությունը, եթե վերցնենք որպես պետություն, Ռուսաստանի Դաշնությանը պիտի որ ձեռ տա ուժեղ Հայաստանի Հանրապետություն, եթե խոսքը հարաբերությունների մասին է, որ մի երկիրը չի ուզենա, ավելի ուժեղ երկրի հետ հարաբերություններ ունենա։ Մի երկրի հետ, ով օրինակ արևմուտքում կարա ունենա լավ կապեր, չէ, որ դրանք հետագա այլ թեմաների շրջանակներում կարելի է օգտագործել, ընդհանուր շահեր գտնել, բաներ զիջել, բաներ տալ, բաներ վերցնել, առևտրի մեջ մտնել, առևտուր, ես արք ու վաճառքի մասին չեմ ասում, ինչ որ ապրանքների, քաղաքական առևտրի, այսինքն իրեն պիտի որ դա ձեռ տա։ Բայց մեկ էլ ասում լավ, ինչի են ուզում անպայման լինի ռուսամետ ղեկավարություն։ Այն հենց դրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի Ռուսաստանի Դաշնություն։ Եվ Վիտալի Բալասանյանը չի ամաչում սրա մասին գրում է։ Եվ այս անձնավորությունը եղել է ոչ ավել ոչ պակաս բանակի գեներալ եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախագահ։ Ինչ շահեր է հետապնդել, նա արդյոք Արցախի
շահերն առաջ տարել։ Արդյոք այն անկախ Արցախ, չգիտեմ, միացում Հայաստանի նես շահերը կարող էր տանել, բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ։ Եվ դրա մասին ոչ, գիտեք, կարելի է լինել ռուսական ազդեցության քաղաքական գործիչ, այլ երկրների ամեն մեծ պետության ազդեցության գործիչ կարելի է լինել, բայց դա չպիտի տեղի ունենա քո պետության բանի, որովհետև այդ ազդեցությունները նաև այդպես վատ բան չի շատ։ Դա ունի իր դրական կողմերը, ժողովուրդ ջան, ուզում եմ սա հասկանանք, որովհետև այդ ազդեցության գոտիները ճիշտ կիրառելու արդյունքում քո պետությանը օգտակար ես լինում։ Հասկանում ես։ Բայց եթե երկրորդվում է պետականամետ լինելը, դու դառնում ես 5-րդ Շարասյուն, այսքան բան։ Վերածվում ես 5-րդ Շարասյան։ Ու ռուսը միշտ էլ թշնամին է եղել մեզ։ Չէ, նայեք ջան, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ։ Չէ։ Ռուսաստանը իր շահերն առաջ տարել։ Բայց մենք ենք այդքան էշ եղել, որ ասել ենք, չէ, Ռուսաստանի շահը մեր շահն էլ է, կարևորը մենք կլինենք անվտանգ։ Կամ ինչպես ես առանձնացրել եմ տարիքով մարդու խոսույթը 25 թվականին դարձյալ խոսել այդպես, կարող է 10 տարի առաջ եթե ասենք հա ռուսը չլին թուրքը մեզ կուտի, ունենալով նման դաստիարակություն, բայց երբ որ արդեն ամեն ինչ ակնհայտ է ու 25 թվականին մարդը կանգնած ասում ռուսը չլինի թուրքը մեզ կուտի, մենք սոված կմեռնենք ասում է, նայեք ինչեր է ու կողքի համագյուղացիները ասում են, օ, ճիշտ է ասում, այսինքն այդքան մենք չգիտենք ինչ է պետությունը, ինչ կարևոր բան է պետությունը, սեփական պետությունը, այդ նման մարդիկ ես կարծում եմ պատրաստ են մի փոր հացով պետություն ծախել, որտեն ծախում են, բանավոր ձևով մարդը ասում է, ասում ոչինչ որ Հայաստան չլինի, բայց այ որ Ռուսաստան չլինի, սոված կմեռնենք, սա խորքային այլանդակ, այլասերված խոսույթ է, և պիտի սա գիտակցենք, և այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող երբեմնի Արցախի անվտանգության խորհրդի նախագահ, ով եղել է բանակի գեներալ, ասում է, որ պիտի վերականգնվի Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերը և նրանք ուղղակի երազում են դրա մասին, սա պետական դավաճանության մասին ինքը անձամբ հաղորդում է ներկայացնում, բայց իհարկե մեր իրավապահ մարմինները աշխարհի ամենամեծ էշի, ամենամեծ ականջում խորը քնած են։ Մարդը ասում է, մեր պետության տարածքը, անկասում, ամեն ինչը դնում է արձականի տակ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, ասենք օրինակ, Ալիևից ինչ եք ուզում։ Խի Ալիևը մեր բոլորի թշնամին, որովհետև մեր սահմանները դնում է կասկածի տակ, չէ։ Ոնց է մեր թշնամին էսի մեր հայը։ Ոնց է լինում, որ այլ կերպ է աշխատում այդ պարագայում։ Մարդը Հայաստանում կանգնած ասում է Հայաստանը Ռուսաստան է և վերջ։ Հասկանում եք։ Հիմա ես ուզում եմ մի քանից նայես երկար ենք խոսում, լավ, մի քիչ էլ, մի քանի բառ էլ, չնայած սա կարելի էր, օրինակ սրան կարելի էր վաղ անդրադառնալ, բայց ամեն դեպքում քանի որ խոսում ենք պետությունից, հիմա կասեմ, նայեք ժողովուրդ ջան, մեզ ինչ են սովորեցնում, օրինակ, մեզ սովորեցնում են, որ Մովսես Խորենացին ստեղծել է տարերը, գրերի գյուտը պատկանում է Մովսես Խորենացուն։ Ես անձամբ մի փոքր այլ կերպ եմ մտածում, Մովսես Խորենացուն երբեք չթերագնահատելով, ճիշտ հակառակը, հիմա ինչ որ ասում եմ, սրանով ավելի եմ բարձրացնում իր դերն ու նշանակությունը։ Ես կարծում եմ, որ նախամաշտության տարեր եղել են ու դա փաստ է, եւ որոշակի մեծ աշխատանք, ծավալուն աշխատանք անելով Մովսես Խորենացուն կարողացել է գտնել
գտնել հայտնաբերել, ոչ թե հայտնաբերել, հայտնագործել, այլ գտնել հայտնաբերել մեր տարերը համակարգել մի ամուր էսպիսի բան դարձնել ու տրամադրել մեզ, հասկանում եք, սերունդներին, սրանով նա շատ որովհետև գրեր ստեղծելը Ժողովուրդ ջան հեշտ բան է, դուք կարող եք ինքներդ նստել հիմա գրեր ստեղծել, ցանկացած սիրուն նախշերով բաներ, հասկանում եք, բայց այս պարագայում մարդը տասնյակ տարիներով աշխատել է, տասնյակ տարիներով, սա ոչ մի բանի մասին չի ուսում, շատ չի ուշում, որ չի նստել ընդամենը ուզորներ գրել, նա ավելի ծավալուն աշխատանք արել, միած սրանով Մեսրոպ Մաշտոցը կներեք, ես Մովսես Խորենացի եմ ասել, հա, Աննա ջան, ուղղակի Մովսես Խորենացում էլ եմ անդրադառնալու, ըստ երևույթին երևի շփոթել եմ։ Ես Մեսրոպ Մաշտոցի մասին եմ ասում, երևի շփոթել Մովսես Խորենացի եմ ասել, ուղղակի հեսա հենց հիմա ցույց տամ հասկանաք բանն ինչումն է։ Այստեղ ինձ համար բացել ուսումնասիրում էի, տեսեք, այստեղ Մեսրոպ Մաշտոցն է, այստեղ Մովսես Խորենացին։ Դրա համար մի աշկս ընկավ ընդեղ եւ խոսելով Մաշտոցի մասին տվեցի Խորենացու անունը։ Ներողություն եմ ակում, ոչինչ։ Բայց շնորհակալություն շփկելու համար, որովհետեւ այն օրն էլ եթերի ժամանակ դե հոգնածությունը օրվա վերջ իրանն ասում է, եթերի ժամանակ բան էի անում Արտուր Չախոյանին, Տարոն Չախոյանը ասել մի քանի տեղ։ Լավ։ Հիմա բայց ինչի մասին է խոսում, տեսեք։ Մենք շատ գնահատում ենք Մեսրոպ Մաշտոցին, շատ գնահատում ենք սրբադասվածը և գնահատում ենք, որովհետև չենք էլ կարող չգնահատել ու ասենք չի կարող գոյություն ունենա հայ մարդ ու ասենք իմիջայլոց վերաբերվի, հարցը բացարձակ սրանում չի, բայց այստեղ մեկ հարցեր են առաջանում, իսկ ինչու Վռամշապուհը նույնպես չի գնահատվում, չէ որ պետության ղեկավարը Վռամշապուհն էր և ըստ էության պետությունն էր ստեղծողը հնարավորություն, որպեսզի ստեղծվեն հայոց գրեր, այսինքն եկել հասել է զարգանալով մի կետի, որտեղից այն կողմ արդեն անհրաժեշտություն կա հայոց տառերի, սեփական տառեր ունենալու և ֆինանսավորվել է և միջավայր է ստեղծել պետության ղեկավարը և ինչու միայն ղեկավարը, իսկ այդ ֆինանսական հնարավորություններն ու միջոցները որտեղից, այսօրվա խոսքով ասած, հարկատուից, հարկեր տալը նոր բան չի, դա հազարամյակների խորքից է գալիս, հասկանում եք, և շատ պարզ, խնդրեմ, Մաշտոցը վերադառնում է վաղաշաբաթ, որտեղ կաթոլիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին, այսինքն հետո գնում բերում, հոչի գնում վերցում գալիս, դիվանագիտություն, աշխատանք, հետո արդեն պատվիրվում է այս աշխատանքը, որը բավականին երկար է տևում, հիմի, բայց քանի որ մեզ պիտի սովորեցնել մնալ ազգային պատկերացումների շրջանակներում և ոչ թե պետական մտածմունքների շրջանակներում, այո, այս պարագայում պիտի Մեսրոպ Մաշտոցի դերը բարձրանա, պետության ղեկավարի դերը մղվի երկրորդ, երրորդ, թեկուզեք 100-րդ հորիզոնական, որպեսզի մեր ուղեղը այդ ուղղությամբ չաշխատի։ Ես մի հասարակ օրինակ բերեմ ձեզ, հա, տեսեք, էվոլյուցիան այսպիսինն է, օրինակ մարդը երրորդ անգամ կարող են իր ատամները աճել, և լսել եք երևի, որ ճապոնացիները արդեն հասել են դրան և շուտով շատ հնարավոր է դա ընդհանուր արդեն ընդունված բան դառնա, որոշ պրոցեդուրաներից հետո երրորդ անգամ ատամները աճելու, բայց դա ոչ թե գյուտ է, որ
Նես մի հատ գյուտ են արել, որ երկրորդ անգամից հետո երրորդ անգամ էլ աճում, ոչ, մարդու մոտ այդ ֆունկցիան եղել է, բայց էվոլյուցիոն շրջաններում անցել է այնպիսի բան, որ բանը մեր ֆիզիանոմը հասկացել է, որ իրեն երրորդ անգամ պետք չի, որ ատամ դուրս գա, ու սկսել է քիչ-քիչ հետ նահանջել դա, ու չօգտագործել, ու արդեն մոռացվել, էլ չի աճում ինքը, հասկանում եք, եւ իրան պետք է ստիմուլ տալ, որ ինքը սկսի էլի աշխատել, հասկացաք, հիմա այս օրինակը ես ինչի համար բերեցի, այ մեր ուղեղի մեջ դրել են անընդհատ ազգային, լավ է, ես ազգային ոչ կարող բան ունեմ, ազգը շատ լավ է, բայց ստորադասվել է պետականը, պետությունը, պետության մոտեցումը, պետության ֆունկցիան, պետության կարևորությունը, դերը, նշանակությունը, ամեն ինչը, այս ամեն ինչը ստորադասվել է։ Դրա համար մենք այսօր բարդ ենք ընկալում սեփական պետություն ունենալու բախտավորությունը։ Հասկանում եք, բարդ ենք ընկալում մենք։ Եվ մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր համաձայն են, որ չլինի այդ պետությունը, ու արդեն չեն էլ խորշում ուղիղ դրա մասին հայտարարելուց։ Ովքեր նոր են միանում, ժողովուրդ ջան, կխնդրեմ, որ այս եթերը ամենասկզբից նայեք, ինքը շատ կարևոր եթեր է։ Հիմա մի քիչ էլ առաջ գնանք, խոսելով դրանից։ Ու այստեղ մտածում ես, ես սրա մասին առանձին եթերների ժամանակ շատ ասել եմ, ընդհանուր միջև ԿՊ նախաձեռնողների ժամանակ եմ սա բարձրաձայնել, բայց կարծես սա այլ տեղից առայժմ չի շարժվում։ Տեսեք, հիմա փողոցները, որ անվանվում են հայ մեծերի անունով եւ այլն, ինչի համար է դա, որ ամենօրյա բանի մեջ մեր ուղեղի մեջ անընդհատ լինի, մեր լեզվի վրա միշտ լինի։ Հիմա Երևանում ունենք Մաշտոցի պողոտա, շատ լավ է, վերջում էլ Մատենադարանը, եւ երկրորդ երևի թե ամենակարևոր փողոցը կենտրոնի կամ փողոցներից մեկը Ամիրյանն է, որը հատում է, դրանից վերև Սայատնովա կա, Թումանյան կա, այս անուններին չենք կարող բնականաբար ձեռք տալ, ու Պուշկին էլ կա, ամեն դեպքում լավ թողնենք, բայց Ամիրյանը շատ հետաքրքիր է, իսկ ինչի Ամիրյան, ինչի Վռամշապուհի փողոց չէ, որը կխաչվի Մեսրոպ Մաշտոցին եւ կլինի տրամաբանական, եւ այնպես չի, որ այդպես չի եղել։ Բայց այստեղ պայքար կա, մարդկանց Ամիրյանի վրա ապրող մարդկանց փորձում են համոզել, որ արա դե Ամիրյան լավ է, էլի սովորել ենք արդեն Վռամշապուհ, հասկանում եք, անգամ այս տորությանն են գնում, եւ ես վստահ եմ, որ եթե ցանկանանք Ամիրյանը վերանվանել Վռամշապուհի փողոց, կարող է այնտեղ ինչ-որ միտինգավորներ էլ հայտնվեն, անգամ, որ դժվար կլինի նրանց բացատրել, բայց այնուամենայնիվ սրան պիտի գնա քաղաքապետարանը, եթե Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի մայր փողոցներից մեկի մասին է խոսքը։ Լավ, հետո մտածում ենք, եկեք տեսնենք Ամիրյանն ով է, որի անունով կոչվում է այդ փողոցը, եւ ինչու մինչեւ հիմի չեն ցանկանում դա փոխարինել։ Եա այստեղ էլ մեզ բանը պատմաբանները շատ երևի կօգնեն, ավելի շատ բաներ մեզ կպատմեն, բայց այնուամենայնիվ ընթերցենք ինչ է ասում Վիկիպեդիան։ Ամիրյան փողոց Երևանի կենտրոն վարչական շրջանում, անվանվել է ի պատիվ հայ բոլշևիկ հեղափոխական լրագրող հրապարակախոս Բաքվի 26 կոմիսարներից մեկի Արսեն Ամիրյանի։ Մի հատ ես այստեղ ես բացեմ, որ հեսա։ Ստո մի հատ վատ բան տեղի ունեցավ։ Կներեք ժողովուրդ ջան, հեսա կարգավորեմ։ Իս ինչ եղավ։ Լավ։ Ահա։ Բա։ Լավ, կարդանք, հետո անդրադառնանք դե։ Սկսվում է Հանրապետության հրապարակից եւ
ձգվում մինչև Սարյան փողոցը, հատում է Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի փողոցը եւ Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցի սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։ Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 21-ին կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո 90-ական թվականներին փողոցը մի քանի տարի կոչվել է ուշադրություն Վռամշապու արքայի անունով 90-ականներին մի քանի տարով դարձել է Վռամշապուի փողոց միակ ճիշտ բանը որ տեղի է ունեցել այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը անկախ պետությունում Վռամշապուի փողոցը ինչի է հետ վերանվանվում Արսեն Ամիրյանի փողոցով բոլշևիկի 26 կոմիսարների թայի հարյուրավոր, հազարավոր հայերի գլուխ կերացի Հիմա եկեք ծանոթանանք ես Արսեն Ամիրյանին տենանք կբացում, մի տեսեք ինչ-որ բան ալինում չի բացում Ես ուղղակի ես մասը Քեզ բան Բոլշևիկ հեղափոխականի անունով են վերանվանում անկախ Հայաստանի Հանրապետությունում Այ այսպիսի քայլերով կամաց մեզ տեղավորացրել են ռուսական զամբյուղում թե ուղեղով թե լեզվամշակույթով Ընդհուպ ես հիմա մի հատ օրինակ ասեմ ձեզ Կարողա դուք չեք ուշադրություն դարձրել Սովետական միության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում նույնպես սկսեցին անուն հայրանունով դիմել Իջ վերջացանցով ասենք օրինակին վրա բերեմ գնել Նորայրվիչ Հա Հետո եկան մեր խելացիները Մի քանիսը ովքեր որ հասկացան որ դա ռուսական վերջացանց ամեն դեպքում սկսեցին հայկական վերջացանցով դիմել ասենք օրինակ կասեին գնել Նորայրի բայց դա էլ է սխալ մի փորձեք նմանվել ասեմ ինչու որովհետև մեր մշակույթի մեջ հայկականության մեջ կարևոր է քո ցեղանունը քո ազգանունը որ ազգից ես սերում որ ցեղից որ ընտանիքից Հասկանում եք, ազգ ասելով ազգության մասին չեմ խոսում, էլի, ազգուտակ իմաստով եմ ասում։ Մեր մոտ կարևորվում է ազգանունը, ռուսների մոտ կարևորվում է հայրանունը, եւ դա ունի իր պատմական պատճառը, երբ 300 տարի նրանք թաթարների, մոնղոլ թաթարների տիրապետության տակ էին, եւ նրանց կանայք իրավունք չունեին անգամ անդրաբարտիկ հագնելու, կներեք 1980 տրուսիկ հագնելու, որ ժամանակ դրա վրա չծախսեին Որոշները Եվ որպեսի իմանան կոնկրետ ում տղան է կամ ում երեխան է հայրդ ով է կապ չունի դու որ ցեղից ես ումոնց ես հա ինչյան ես կապ ունի թե դու ում երեխան ես իսկ մենք ավելի խոր ավանդական ընտանիքներով ենք սովոր եղել ապրել դրա համար մեզ մոտ ավելի կարևորված է ազգանունը Եվ ամեն մեզ Գերդաստանի ներկայացուցիչ կրելով իր ազգանունը պատասխանատվություն էր կրում իր մեծ Գերդաստանի անվան համար որ հանգարց նեզբան չանի որպեսի ասեն որ էս ինչենց էս ինչը կամ էս ինչյան էս ինչը այսենց ստոր արարք իրեն թույլ տվեց այ դրա համար մեր բարոյական բանը բարձր է եղել հասկանում եք միշտ է բարձր եղել Բայց ցեղասպանությունից հետո, երբ որ շատ որբեր, մարդիկ մազապուրծ եղած, որոնք դոկումենտ, որոնք առանց դոկումենտ, կարողացան անցնել Արաքսը ու հաստատվել Արևելյան Հայաստանի տարածքում, շատերը իրենց ազգանունը չէին հիշում, շատերը իսկ որբերի մասին, երեխաների մասին առհասարակ, եւ որոշվեց նույն Լենինի կողմից, որ շատ չխորանալ ախպեր ջան, ու ասենք հորինել ազգանուններ, ինչ որ պապու անունը դնել ազգանուն
բանը ինչ գործով են զբաղվել, դնել ազգանուն եւ այլն։ Ու սա ավելի բացայական ցեղասպանության վերածեց, որովհետև ինքը սկսեց նաև մեր գենոֆոնդը խախտել, որովհետև մարդիկ կարող են մտերիմ, չեմ ասում հենց հալալ զուլալ քուրախտել, բայց մտերիմ ազգական լինեն ու ամուսնանալ չիմանալով։ Եվ այսօրվա դրությամբ ազգանուն կրելը մի փոքր ասես բանա դարձել էլի, որովհետև ասենք շատ են, օրինակ ես Սարգսյան եմ, Սարգսյանները շատ են, ցավոք Սերժն էլ է Սարգսյան օրինակ, բայց մենք բարեկամ չենք, ազգական չենք։ Իսկ այն ժամանակ այլ կերպ կդիտվեր, դա, հասկանում եք։ Այնպես որ հայրանունով իրար դիմելուց եկեք խուսափեք։ Դա մեր մշակույթի հետ կապ չունի, բայց դա եղել է։ Դա մտցրել են, որ դարձյալ լեզվամտածողության մշակույթը խախտելու եւ դեպի ռուսականացումը տանելու կոնկրետ ռուսականացումը տանելու հարց է եղել։ Ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ թրքացումը։ Դա ինչ չէ, որ դու քեզ ասում են վերջ, այսօրվանից թուրքերեն պիտի խոսած, պիտի դառնաս մուսուլման, չէ։ Մի քիչ շատացնում են, էլի, մի քիչ են կարևորացնում քոնը, ու քիչ դու ուզում ես լինես մեծ կայսրության ներկայացուցիչ, որ քո իրավունքները ոնց կարողանաս կրթություն ստանալ, կարողանաս այս անել, այն անել, հասկանում եք, եւ երկրորդ քո սերունդը, երրորդ քո սերունդը արդեն վերջ ու ծածվում գնում է։ Եվ այս գործողությունը Սիրով Ղարաբաղյան կլանը Քոչարյանի Վիտոների գլխավորությամբ իրականացրել են սրանք։ Այո, բժիշկներին, գիտնականներին, ասում էին ազգանունդ կփոխես, դու խնդիր չունես։ Այս ինչ եղավ կոմպիս։ Կներեք, ժողովուրդ չան, ինչ-որ բան ա լինում։ Ավոստեղ ես։ Այդ դրա համար պետք է ուշադրել, եւ հիմա Հայաստանի Հանրապետությունում կայսրությունը պայքարում է ոչ թե Հայաստանում իր իշխանությունները դնելու համար, այդ դա դնելու շնորհիվ իր նպատակները իրականացնելու համար։ Եվ եթե մենք ամեն մեկս մաքսիմում ձևով չգիտակցենք պետություն ունենալու կարևորությունը, պետություն կայացնելու կարևորությունը, հաջողելու է նա եւ սերունդը այ անիծել հայհոյել, այդ սերունդներն են անելու մեր հասցեին։ Այդ դա ամենավատն է լինելու։ Ոնց կարող եք դուք ձեռքներիցդ բաց թողնել այդ հնարավորությունը։ Եվ ոնց կարող եք ցանկություն հայտնել դառնալ կայսրության մաս։ Այդ կայսրության մաս չդառնալու համար նաև 1.5 միլիոն հայ է կոտորվել։ Այդ թեկուզ այդ չէ, Օսմանյան, բայց կայսրությունները բոլորը նույնն են։ Կապ չունի, անունը կապ չունի։ Անգլիական կայսրությունը, Մեծ Բրիտանիայի կայսրությունը ինչ ուզել Հնդկաստանի հետ արել, աշխարհի մի կեսի հետ, ֆրանսիական կայսրությունը աշխարհի մյուս կեսի հետ, իմիջիալոց աշխարհի ամենամեծ կայսրությունն է Ֆրանսիայի կայսրությունը։ Ռուսական կայսրությունը իր մասով, Օսմանյան կայսրությունը իր մասով։ Իսկ վաղը ես իմ կարծիքով ժողովուրդ ջան, քանի որ խոսեցինք նաև Օսմանյան կայսրությունից, ու նրանք հանդիսանում են մեր հարևանները, թշնամի հարևանները, ապա ես կարծում եմ, որ մենք պիտի ծանոթանանք Օսմանյան կայսրության պատմությանը գոնե հպանցիկ, ընդհանուր բանով։ Եվ վաղ ես ձեզ համար կընթերցեմ արդեն դա, սիրով հրավիրում եմ բոլորիդ վաղվա եթերին։ Հուսամ այսօրվա եթերը ինչ որ բան տվեց մեզ բոլորիս, մի հատ էլի վերանայեցինք Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը, ավելի հստակ սկսեցինք հասկանալ, թե դրանք ինչ են ուզում անել եւ ինչ են արել եւ ինչ են դեռ անելու։ Նաեւ դրա համար էր 44 օրյայի պատերազմի վերջը այսպեսին լինելու։ Եվ մի բան էլ ասեմ, ես սա չեմ դադարելու ասելուց։ Մի շատ եմ ասելու, մինչեւ բոլորը սկսենք այդպես մտածել։ Տեսեք, ժողովուրդ։ Հասարակ բան եմ ձեզ ասում։ Վարչապետ, այսօր հաղորդման ժամանակ եմ ասել, հիմա էլ ասեմ ու սրանով եզրափակենք եթերը։
Վարչապետն էլ խոստովանել է, չնայած իր կարծիքով այդպես է, բայց ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ։ Մեղադրողներն էլ իրենց հերթին դա են ասում, ինքն էլ է այդպես խոստովանում, որ այո, պետքա ժամանակին ժողովրդին ասվեր ինչն ինչոց է եւ կանխվեր այդ աղետը, եւ ասել, որ ժողովուրդ ջան, իրավիճակը սենց է, պիտի եղածը տանք։ Բան։ Ես նախ կարծում եմ, որ ժողովուրդը չեր ընդունելու, չի կարող այնքան մեծ լինի ժողովրդի վստահություն, բան որ ընդունել, դա տեղի չէր ունենալու այդպիսի բան, մեկ, եւ երկրորդ։ Եթե հանկարծ նա այդպիսի բան աներ, մենք չէինք ունենալու Հայաստանի Հանրապետություն։ Ու շատ ավելի աղետալի բաներ տեղի ունենալու, որովհետև պատերազմի համար նախատեսված զենքերը արդեն գնված էին, որոնք պիտի կրակեին։ Գիտեք, միլիարդների զենք առնելը մի բան է, միլիարդների զենքի վրա հավելյալ ծախսանել պահելը մի այլ բան է։ Իսկ դրանք կրակելու այլ տեղ չկար։ Իսկ նպատակները շատ ավելի մեծ էին, քան Արցախներ։ Հիմա եկեք գուշակենք, թե որտեղ էին կրակելու։ Հակոբ Հակոբյան կարող է թշնամին դու ես։ Թշնամին պապատա լրբի ծնունդ։ Հասկացար, հայ ազգի թշնամի ես այնքան չեմ կարալնեմ, որ կցանկից կարամ ինչ ուզեմ ասեմ այս խոսույթիդ համար։ Անդեմ անիմաց սև ու սպիտակ բանով մտնում եք բաներ եք գրում արա, ախմախ լակոտներ։ Ներողություն ժողովուրդ ջան, հազար ներողություն։ Բաներ կան, որ ես կարամ արհամարեմ, բաներ կան չեմ թշնամի, թուրք, երբ որ ինձ տենց են փորձում վիրավորել, ես նրանց մեր էլ ինձ հետաքրքիր չի, ու մեկը ինձ չի կարա ասի, ախպեր, բայց ինքը քեզ էր բանացում դուխի հորը կամ մորը կապար, որովհետև թշնամին նույն քֆուրն է հասնում, ավելի վատ, թուրքին նմանապես, հասկացաք, հենց դրա համար։ Հիմա պատերազմը լինելու էր Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության համար։ 30 տարի չենք ունեցել ընդգծված, հստակ ընդգծված սահմաններ, եկեք մի հատ գուշակենք ինչու, այն էլ հաղթանակած դիրքերից։ Եռաբլուրը ուրացողներն են սրանք, էլի, իրանց ընկերներին, իրենց զինակից ընկերներին ուրացող, իրենց արունը ուրացողներն են սրանք։ Ու մենք այդ ռեսուրսներով, ինչ որ թողել էին 3 նախկին չղեկավարները Հայաստանի Հանրապետությանը, չէինք կարողանալու դիմակայել։ Իսկապես չէինք կարողանալու, առավել եւս 102-րդ ռազմաբազայի ներկայությամբ, իսկ ռուսը չէր կացնում, որ միջանցքը իրեն է պետք։ Հասկանում եք։ Այնպես որ ես ինչպես որ ասում էի, որ տեսեք ծնողներին շատ էին համոզում, ասում էին, դե փաստորեն կարար ինքը էդի տար, այս աղետը չլիներ ու ձեր որդիները իզուր չզոհվեին։ Ոչ, շատ ավելի աղետալի էր լինելու ու հենց դրա համար էլ հավերժ փառք ու հավերժ խոնարհում բոլոր մեր հերոսներին, ովքեր զոհվեցին հանուն Հայաստանի Հանրապետության եւ ինչու ոչ, այո, նաեւ հանուն Արցախի։ Այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունը։ Մեր զինվորը Արցախում ընկնելով պաշտպանել է Հայաստանի Հանրապետությունը։ Ակամայեց, գուցե չգիտակցելով, բայց ինքը իմացել է, որ հանուն հայրենիքի պիտի գնա մինչև վերջ ու գնացել է։ Եվ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել ու կան ու մեր շարքերում են, ապրում են, եւ մի խնդրանք էլ էս կապացությամբ ժողովուրդ ջան։ Խնդրում եմ ուշադիր լինեք, երբ որ խոսում ենք պարտությունից, պետքա մի փոքր այլ կերպ խոսենք, որովհետև մի հոգեբանական ծանր խնդիր կա այդ տարիքայինների մեջ, ովքեր որ զինծառայող են եղել, 18-ից 20 տարեկան են եղել ու ծառայել են բանակում, ու մասնակիցն են եղել պատերազմի։
Նրանք իրենց ներս են գցել մի շատ վտանգավոր պատկերացում։ Իրանք իրենց ներս են գցել, որ իրենք չկարողացան։ Այ 90-ականներին կարողացել էին, երևի իրենցից լավն ու ուժեղն էին, իսկ իրենք չկարողացան։ Իրենցից շատերը շատ համառոտ ատամների արանքով երբեմն նետում են, այսպիսի բան են ասում, ես մի քանի անգամ եմ լսել, դա մենք պարտված սերունդն ենք։ Խնդրում եմ, ես երբ որ լսում եմ նման բան, իսկ ես մի շրջան հաճախ էի լսում, հիմա մի քիչ ավելի, փառք Աստծո, խոսեք նրանց հետ։ Խոսեք ու ասեք, որ ոչ, նրանք պարտված սերունդը չեն, նրանք Հայաստանի Հանրապետություն են փրկել ու պահպանել։ Զգույշ եղեք, նրանք այս բանը սկսել են ուտել, որ իրենք պարտված սերունդ են, ու դա շատ վտանգավոր, շատ վատ բան է, ժողովուրդ, շատ վատ։ Մենք sense հեշտ կարող ենք խոսել, ինչ-որ քննարկել բան, առանց նկատելու, թե երբ ինչին կարող է կպնի, ում կարող է կպնի, ինչ արդյունք կարող է տա։ Այդ դրա համար պետք է չափազանց զգուշավոր լինենք։ Եվ մեր զինվորներին, կամավորներին, մոբի ներկայացուցիչներին, ովքեր որ իսկապես մասնակիցն են եղել պատերազմի, ովքեր որ վիրավորվել են, չեն վիրավորվել, ողջ են ասել, առողջ եկել հասել են տուն, այդ պարտության մասին խոսելուց կամ արցախյան իրավիճակից խոսելուց կամ այսօրվա թեկուզ քաղաքականությունը քննարկելուց, պարտության մեղավորներ գտնելուց բավականին զգույշ եղեք, խնդրում եմ։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու եւ որպեսզի շատ լավ լինի, մենք պիտի լինենք տեղեկացված, որպեսզի իրադարձություններին ճիշտ գնահատական տանք, ճիշտ պատկերացումներ ունենանք ու թույլ չտանք, որ մեզ մանիպուլացնեն եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն, ստեսություն։